Մի քանի շերտեր եք բարձրացրել, նախ շատ շնորհակալ եմ, որ ձեր հարցադրումը իրապես անաչառ էր եւ կապված չէր ինչ-որ կոնկրետ անձերի հետ, այլ ինստիտուցիոնալ հարցեր եք բարձրացնում, կամ առաջին կարևոր, այսպես ասած, դեպքից միջադեպից դա պարոն Տոնոյանի հետ կապված այդ առեղծվածային պատմություններ, որի արդյունքում, որ այս կամ այն պատճառով բազմաթիվ ազատումներ եղան համակարգից եւ այսպես ասած այսօր կարող ենք վստահ արձանագրել, որ բոլոր այն մարդիկ, որոնք որ ներգրաված են եղել process-ում, անկախ հանգամանքից ինչքանով են ներգրաված եղել, այսօր չեն աշխատում համակարգում այս process-ում դուք եք ներգրաված եղել որպես հանձնաժողովի նախագահ եւ ինքներդ ընդհանրում եմ ականատես եք եղել առնվազն այսպես ասած ճակերտավոր տարօրինակությունների, որոնք որ բոլորս որպես փորձառու մասնագետներ անկախ նաեւ իրավաբանական կրթությունից տեսնում ենք, որ ինչ-որ մի բան այն չէր։ Եվ դրա արդյունքում եղավ ծառայողական քննություն, տրվեցին կարգապահական տուժեր, նաեւ եղան հեռացումներ։ Կապված քրեակատարողական ծառայության ղեկավարի նշանակման ձեր մտահոգության հետ ես կարող եմ հետեւյալը արձանագրեմ, որ չի լինի գտնել զինվորական ծառայություն անցած, այսինքն պագոնավոր մարդ, որը չի աշխատել համակարգերում մինչև 2018 թվականը։ Ի նկատի ունեմ անփորձ մարդ, նորավարտ ուսանող կարելի է գտնել, բայց եթե դու ուզում ես գտնես փորձառու մարդ, նշանակում է այդ մարդը աշխատել է նաև մինչև 2018 թվական, եւ ես չեմ ուզի ամպագորգոր, այսպես ասած, խոստումներ անել, բայց կարող եմ ուղղակի ձեզ վստահեցնել, որ շատ անկաշառ եւ սկզբունքային պետական ծառայող է իմ ընկալմամբ եւ մենք կարող ենք դա արձանագրել մենակ ոչ թե իմ ճաշակով կամ ձեր ճաշակով, այլ արած աշխատանքով։ Ես կխնդրեմ պարոն Քոչարյան, արձագանքի։ Ես կխնդրեմ ձեզ ուղղակի տանք ժամանակ եւ թեւութիկուն կանգնենք այդ բարդ գործում, որպեսզի հետո իրար հետ կարողանանք վայելել արդյունքը, դուք որպես падգամավոր, ես որպես նախարար, բայց եթե մենք միայն քննադատենք թիմը, որը շատ լավ թիմ է, որը ոչ միայն պարոն Գրիգորյանն է այդ թիմը ներկայացնում, այլ նաեւ տեղակալներ, որոնք տարբեր համակարգերից են, մեկը քննչականից ենք խնդրել, որ հրավիրել, որ գա անցնի աշխատանքի, մյուսը պետական վերահսկողական ծառայությունից է, ով ժամանակի մտել են եւ 1 տարի մոտ ամբողջը ուսումնասիրել են, եւ ուղղակի ձեզ կխնդրեմ ժամանակ տանք, նաեւ գիտեմ, որ մամուլին հետեւում եք, ինձ թվում է տեսնում եք, թե ինչ հսկայածավալ ստուգումներ, ռեֆորմներ, փոխադրումներ են լինում, որոնք որ հիմք են տալիս մեզ այս ակնկալիք են ձևավորում, որ իրապես ռեֆորմը իրականանալու է։ Բնականաբար ճիշտ է, որ լինելու են փոխատեղումներ, նշանակումներ, որոնք որ ձեր սրտով չեն լինի, որտեղ այս կամ այլ մարդուն ճանաչել եք այլ իրավիճակում, բայց նորից եմ ասում, դրանք շատ սուբյեկտիվ ընկալումներ են եւ երբ ասում եք, որ կարելի է նաեւ հետաքրքրվել այլ կառույցներից, թե ինչ կարծիք կա այս կամ այլ պետական ծառայողի նկատմամբ, վերաբերյալ ստանում ենք այդ տեղեկատվությունը, բայց դրանք նույնպես շատ սուբյեկտիվ են։ Միակ եզրակացությունը եւ այսպես ասած հետեւողականությունը, որի հիման վրա կարողանում ենք որոշում կայացնել, դա արդյունքն է։ Մնացած սաղ սուտ է, պարոն Քոչարյան, ով ինչ ասի, ով ինչ խորհուրդ տա, ով ինչ գրի, ով այսպես ասած գովաբանի, տեսնելու ենք ի վերջո այս տարվա վերջում դուք այստեղ նստած ասելու եք, պարոն Մինասյան, բա ասում էիք էս, ինչ եղավ այս հարցը ես եմ ճիշտ ու զգալու, ասում եմ պարոն Քոչարյան, տեսակ, որ ստացվեց։ Հուսամ այս դեպքում իմ ու ձեր շահենա, որ ես ճիշտ ու զգամ, ինչքան է որ դուք պարտվեք։ Հիմա ինչ ի նկատի ունեմ մեր բանավեճում, էլի։ Պարոն Քոչարյան, արձագանքեք, դուք ձեր արձագանքի իրավունքից կօգտվեք։ Բայց հա, արձագանքի իրավունքից կօգտվեք։ Հիմա ինչ վերաբերվում է ոնց են թափանցում թմրանյութերը, պարոն Քոչարյան, ճիշտ է, որ սկաներներ դրած է, բայց ուրեմն ինչ է տեղի ունեցել։ Սկաներները դրել են մենակ հանձնուկների հատվածում, բայց այնտեղ թե ծառայողները, թե ճաշատեսակները, երբ որ արդեն ոչ թե տեղում են պատրաստվում, այլ գնում է կատարում, դրանք
բոլորը մտնում են առանց կանավորման եւ հիմա արդեն ունենք վարչապետի կողմից հաստատում, արդեն ունենք չինական համապատասխան ստանդարտացված ընկերության գնահառաջարկը եւ տեղի ունենալու առաջի 1 կամ 2 ամսում գնում, որտեղ Արմավիր քրեակատարողական հիմնարկում այդ խաչմերուկային տեղում ստեղծվելու է մի հատ համակարգ եւ ուտելիքի եւ հանձնուքի եւ ծառայողի, որ այլևս գոնե Արմավիր քրեակատարողական հիմնարկ չի կարողանալու մտնել որևէ մարդ իր սնունդ առանց այդ սկանավորման։ Այսօր այդ համակարգը չունենք, դրա համար իդենտիֆիկացնելը թե դա վատ, ոչ պարկեշտ եւ կոռումպացված ծառայողի պատճառով է մտել, թե ուտելիքի մեջ է մտել, թե հանձնուքի մեջ է մտել, թե այլ եղանակով էլ դրոնով են այսօր կարողանում մտցնել, իդենտիֆիկացիան դժվար է, դրա համար թվայնացումով ենք հարցը լուծելու եւ նաեւ օպերատիվ համակարգերի բարեփոխմանը անդրադառնամ քրեակատարողական հիմնարկներում, ուրեմն նախկինում ինչպես տեղյակ եք, ամեն ՔԿՀ ուներ իր օպերատիվ ստորաբաժանումը եւ ինչ էր տեղի ունենում, բանտապետը երկար աշխատելով հենց օպեր բլոկի հետ դառնում էր այսպես ասած իր անմիջական ղեկավարը եւ ինֆորմացիան քրեակատարողական ծառայություն կենտրոնական ապարատ չէր հասնում։ Մենք ինչ արեցինք, օրենսդրական փոփոխության արդյունքում այդ ցանցային համակարգը բերեցինք մեկ կենտրոն, մեկ տեղ եւ այսուհետ կենտրոնում նստած օպերատիվնիկն է վերահսկելու ՔԿՀ-ի օպերատիվնիկին, որպեսզի այդ ամբողջ ինֆորմացիան կարողանանք ստանալ։ Եվ նաև ուղղակի ձեզ վստահեցնում եմ, որ թիմը, որ թե արդարադատության նախարարությունում է ձևավորված, թե քրեակատարողական ծառայությունում չունի որևէ այլ շահ, քան հասնել մեր ու ձեր երազանքին, որը ցավոք սրտի դեռ հեռու ենք, որը ցավոք սրտի չենք կարողացել ստանանք, երբ որ այնտեղ աշխատում են մարդիկ, ովքեր որ թեմայից տեղյակ չեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, արձագանքում եք, պարոն Քոչարյան։ Փոքր արձագանք ասեմ, այստեղ հաղթել պարտվելու խնդիր ես չեմ դրել, պարոն Մինասյան։ Ես ուզում եմ, որ դուք հաջողեք։ Հաջողելու համար դուք պետք է ներդաշնակված աշխատեք բոլոր կառույցների հետ, որտեղ դուք էլ եք անփորձ այդ համակարգի նկատմամբ։ Ես ավելի փորձառու եմ, քան դուք, որտեղ ես ղեկավարել եմ ժամանակին այդ կառույցի ամբողջական կառույցը, դուք հիմա բարեփոխումներ պետք է անեք, բայց անելու համար պետք է ունենաք որակյալ թիմ։ Թիմի ընտրության հարցում կարող եք ունենալ նաև մեր աջակցությունը եւ բոլորի աջակցությունը պետք է ունեք։ Նույնիսկ այնտեղ մեկուսանում նստածների աջակցությունը պետք է ունեք, որտեղ ամենամեծ ինֆորմացիա այնտեղից պետք է ստանաք, թե ով ոնց է իրան դրսևորում եւ նրանց կյանքը այնտեղ ոնց է դասավորված եւ այդ կյանքի վրա ծառայողները մեր քրեակատարողական հիմնարկի ինչպիսի ազդեցություն ունեն։ Այդ ազդեցությունը նաև նյութական բնույթ ունի։ Գաղտնիք չի բոլորի համար, որ եւ ներսում եւ դրսում հսկայական միջոցներ են պատտվում այդտեղ։ Ճիշտ է, պարոն Ազարյան։ Այդ միջոցները պետք է նայել ոնց է որ պատտվում են թմրամիջոցների շրջանառության միջոցով, հեռախոսների, մյուսի, բայց դրանք հաջորդիվ կլինեն, որովհետեւ եթե մենք նպատակի հստակ ձևակերպումը չտանք, մենք տեղ չենք հասնի։ Պարոն Վարդանյանը ասաց, որ 1 ամիս հետո կհանդիպենք, դուք ասացիք 1 տարի հետո, չէ, 1 տարվա ընթացքում մենք պետք է ամեն ամիս արձանագրենք ինչ-որ մի հաջողություն։ Որտեղ այն ինչ-որ այսօր է պետք անել։ Կներեք, մենք այս ամսվա վերջ ենք սպասում առնվազն մի լուրի։ Խնդրում եմ թողեք ես ավարտեմ։ Եվ գնում եմ ռազմաարդյունաբերության ոլորտ։ Ուզում ասեմ, որ նաև մեր ռազմաարդյունաբերությունն էլ անելիք կունենա տեխնիկական սարքերի պատրաստման եւ դրանք կիրառման առումով հսկայական, նաև մենք այդտեղ էլ ունենք ձեռքբերումներ բանակի համար, բայց կարա գա նաև ձեր մոտ։ Սկսած խլացնելուց, որտեղ հեռախոսը եթե կա խլացնենք, ում հետ խոսեն։ Դի գնաց ստիպած լարային ուրեմն կապի միջոցով իրենց բարեկամների հետ խոսեն։ Հեռախոսը ոչ միայն կապի միջոց է, ազդեցության միջոց է նաև։ Այդ իերարխիկ բաները ոնց որ ասենք թե մեքենայի գոլդ համարները, ինչ են ձգտում գոլդ համարի, որ տարբերվեն մյուսներից։ Հիմա բարձրացած զրոները ամենագրավիչն է։ Զրոները առաջ ուրիշ խորհուրդ ունեն, հիմա ամենագրավիչն է։ Իրաշակի հարցը։ Պարոն Մեսյան, ես կարծում եմ իմ խոսքն էլ ես հարցի տեսք որ ասեցի, ես որպես մեր կառավարություն, մեր իշխանության կառավարություն եւ կարեւոր, հա, նախարարությունից մեկի ղեկավարը ես միշտ կուզեմ, որ դուք հաջողեք, որպես քաղաքականություն իրացնող մարմնի ղեկավար։ Այդ քաղաքականությունը պետք է միտված լինի այն հաջողություններին, որը ոլորտային է։ Եվ դրա համար ես նորից իմ պատրաստ, ոչ միայն իմ, մեր բոլորս պատրաստական ենք։
Կարծում եմ նույնիսկ ընդդիմությունը պատրաստական են լինելու այս հարցերը, որտեղ Աստված չանի, որս էլ մի օր կարող է այդ բանով անցնել քաղաքականով, ոնց գնում են չէ։ Ինչքան քաղբանտարկյալ ունեցանք։ Մեր մարտի 1-ի քաղբանտարկյալների այդ քանակը որ կար, մանրամասն հնարավորություն տվեց հասկանալու ինչ բարքեր են տիրում։ Չնայած քաղբանտարկյալների ներկայությունը շատ առողջացրեց քրեակատարողական հիմնարկը, հատկապես Վարդաշենում։ Այնպեսի դեմքեր էին նստած, որ այսօր կարելի է հպարտանալ։ Իմ ընկերները, ձեր ընկերները։ Այդպես է։ Եվ այդ համակարգը հենց Գանդին հստակ ձևակերպել է, ոնց կարա երկիրը առողջանա նաև այս համակարգերի միջոցով։ Գրանք այդ ճանապարհով իմ ասածը դա է, բայց գնալուց առաջ հստակ իմանանք ում ենք վստահում եւ ինչի համար։ Եթե այդպեսի թույն տաստված հաջողեն, բան չասեցի, դրա համար մենք որ կանչել ենք աշխատանքայինի, մենք չենք կանչել, ասեն գիտես ինչ, այս այնչի տեղյակ չես։ Ինչու արմավիրում sense բան կա, կամ Սևանից եկավ, այս կադրը գնաց այնտեղ, այնի գնաց այնտեղ, քաղաքապետարանի սրա աղբեր եկավ, մրցումների մասնակցեց, մենք այդ չենք բացում այդ բաները։ Այդ կարծում եմ դուք առիթ կունենաք ծառայական քննությունների տեսքով այդ բոլոր հարցերի պատասխանը տակ։ Ես ուզում եմ պարոն Վարդանյան ասեմ, որ դա կարևորագույն օղակներից մեկն է մեր երկրում եւ դրա առողջացում օր առաջ բոլորիս նպատակը պետք է լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Քոչարյան եւ շնորհակալություն, որ այս բարդ գործում մեզ հետ եք, ձեր մեծ փորձով եւ նաեւ ուղղակի այստեղ միակ խնդրանքս լինելու է, որ նաեւ վստահեք այսպես ասած նշանակումների մասով, թեկուզ եթե մի քիչ ձեզ չհամաձայնվենք, մերժենք եւ այստեղ շատ կարեւոր է, որ երբ որ դու ինչ որ մի գործում դնում ես քո թիրախը, քո նպատակը, հնարավորություն տաս հենց նույն քրեակատարողական ծառայությանը իր թիմին ձևավորի ու ստեղ եթե նույնիսկ ունենք ինչ որ նախասիրություններ կամ ինչ որ մարդիկ կան, որոնք որ ուզում են այս կամ այլ տեղում հայտնվել եւ մերժումներ կստանանք, ես էլ դուք էլ դա անձնական չհամարենք, այլ համարենք, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների համար։ Պարզապես այս դրվագին հուշեց, որ ձեզ ոնց որ սխալ բաներ են հուշել։